Խոսենք արևի դրական կողմերից։ Արևային էներգետիկայի զարգացումը իրականում ֆենոմենալ տեմպով գնաց։ Տենդենսը նույն Ամերիկայում էլ կա, որ սկզբից պայմանները շատ լավն են, հետո ոնց որ հասկանում են, որ մեծ ծավալների անգնում ու սկսում են չանել։ Պոտենցիալը շատ ավելի մեծ է, եթե էներգետիկ համակարգը համաչափ զարգանա։ Եթե անպամած եղանակ է, նես չէ, որ ընդհանրապես էներգիա չի գեներացնում, չէ։ Առավոտ արտոնաս տեսնես կայանը բարձրացել է օդի չելա գետին ու կորցրել ես ամեն ինչ։ Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ, որտեվ անդադ խոսակցություն կա, որ ուզում են փակել մեր ատոմակայանը։ Այդ խոսակցությունը միշտ էլ եղել է, բայց այդ խոսացողը միշտ մեր հարևաններն են երկու։ Պետք չի, որ բոլորը ունենան արևային պանելներ։ Այն պետությունը, որը խաղի կանոն փոխեց, լուրջ խնդիր է ունենալու բոլոր ոլորտներում։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, հիշեցնեմ, որ կարող եք նաև մեր ոդկասթները լսել բոլոր ոդկասթային հարթակներում, Yandex, Apple, Spotify, որտեղ որ ձեզ հարմար է, իսկ այսօր մեր հյուրն է Արեկ AI ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Հարությունյանը, ում հետ խոսելու ենք այսօր ինչպես համատեղել էներգետիկան եւ արհեստական բանականությունը, ինչ բարիքներ է դա տալու մարդկությանը եւ ինչպես նա դարձավ Iron Man, այդ ամեն ինչի մասին այսօր խոսանք, ողջույն Հայկ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Վերջում սկսենք։ Վերջից սկսենք։ Iron Man իրար հետ դարձանք 21 թվականին։ Ամենաանհավանական տեղը։ Ամենա Այդահո, Coeur d'Alene, ԱՄՆ շատ հետաքրքիր էր, ամենատանջալի բաներից էր, ստարտերից էր 33-34 աստիճան տաքության տակ, ոնց որ հետևից այդ մեկը ֆենով փչեր, այդ տաքություն, բայց դրա համար մի քիչ դժվար է, չէ՞, այս ինտրոյով համոզել Սերգեյին օրինակ, որ սկսի դրանով զբաղվել։ Ուրեմն պատկերացրեք 44 աստիճանը, ուսես մարդի հեծայիններ դեմդ գնում են, ուսես տպում գնում են։ Իսկ այդ արևի տակ հաշվելը նպաստեց արևային էներգետիկայի ոլորտում առաջխաղացմանը։ Ну, այդքան երևի չէ, բայց շատ նմանություններ իրականում հենց Iron Man-ի պատրաստության ու մեկ էլ արևային էներգետիկայի մեջ, օրինակ թե ոնց էս մոտենում արևային էներգետիկային որպես բիզնես, որպես կառավարում, որովհետև նմանատիպ երկար դիստանցիաներ անցնելը ահավոր բարդ պատրաստություն է նախատեսում, այսինքն դու պետքա տարիներով պատրաստվես, ամեն օր ինչ-որ միջոցառումներ անես, պարապես, հետևես, պուլս, ուտելիք, առողջությանդ գնաս մշտական չեքափների բան, որպեսզի նմանատիպ լուրջ կարելի ասել նագրուսկային դիմանաս։ Արևային կայանում մի քիչ նմանություններ կա այն առումով, որ դու եթե ուզում ես լավ կառավարես, դու մաքսիմում ստանաս այդ կայանից, դու պետքա չափես ամեն ինչ։ Դու պետքա չափես ամեն պանելի իր ոնց է ինքը արտադրում, ըստ նախագծի է, խնդիրներ ունի թե չունի, տասնյակավոր, հարյուրավոր, հազարավոր կիլոմետրերով կաբելների վիճակը դու մշտական մոնիտորինգ պետք է անես, հազարավոր ինվերտորների վիճակը դու պետքա բան անես, տրանսֆորմատորների, այսինքն դու պետքա մշտապես չափես ու հասկանաս ինչ է կատարվում ու պուլսը արևային կայանիդ պետքա միշտ իմանաս, որ տեսնես ինչ-որ բան այնտեղ այն ճիշտ է գնում, թե սխալ է գնում։ Ու այդ առումով նմանություններ կա։ Հարցեր вообще-то, շատ բարդ խնդիր ձևակերպեցի կապել Iron Man-ը արևի հետ, բայց խոսենք արևի դրական կողմերից, չէ՞ որ արևը նաև դրական կողմեր ունի։ Մի հատ գլոբալ որպես ուղակի էնտուզիաստ հարցնեմ, ոչ պրոֆեսիոնալ, ինչ գլոբալ հեռանկարներ ունի ու պոտենցիալ ունի արևային էներգետիկան Հայաստանում, որովհետև կա զգացում իմ մոտ, որ ինչ որ պահի արևային էներգիան կարող է շատ լուրջ փոխարինի մյուս էներգիայի տեսակները՝ գազ, բենզին եւ այլն։ Հիմա որ փուլում ենք ու ինչքանով է հնարավոր, որ իրոք արևը իր տեղը զբաղեցնի մեծ։ Արևը շատ արագ զարգանում է։ Արևային էներգետիկայի զարգացումը իրականում ֆենոմենալ տեմպով գնաց վերջի 6-7 տարիների ընթացքում 16 թվականի նոյեմբերից, երբ որ net metering-ի մասին օրենսդրական փոփոխությունները եղավ, սկսեցին մարդիկ տեղադրել իրենց տներում, բիզնեսներում։ Որ թվականների մասին ենք խոսում։ 16 թվականի նոյեմբերին սկսվեց կոնկրետ կարելի ասել ստարտը տրվեց, որովհետև մինչև այդ օրենսդրական վիճակը, օրենսդրական նորմերը թույլ չէին տալիս դու դներ արևային կայան եւ զուգահեռ ռեժիմով աշխատեիր էլեկտրական ցանցերի հետ։
16 թվականին այդ փոփոխությունները, որ եղավ, թույլ տրվեց դա անել ու ցանցերը դարձան անվճար կուտակիչ, կարելի ասել, բոլորի համար։ Ու հիմա այնպեսի իրավիճակ կա, որ մենք ունենք մոտ 800-ից 850 մեգավատ արևային արդեն դրվածքային հզորություն Հայաստանում, Այդ անհատ մարդկանց տները, որից մոտարապես 60%-ը անհատների եւ բիզնեսների տանիքներին եւ հարակից տարածքներում դրված կայաններն են, այսինքն ինքնավար արտադրողները։ Համակարգային կայանները 300 մեգավատի կարգի են։ Մասրիկը եթե հեսա միանա, 365 մեգավատի կարգի են։ Մնացածը բոլորը ինքնավար արտադրողներ են։ Ու այս բերելա մի վիճակի, որ 24 թվականին արդեն մենք ունեցել ենք 10% մեր ստացված էլեկտրաէներգիայից արևայինից, 25 թվականին այդ թիվը կարա հասնի 20%։ Հա, Հայաստանի մասշտաբով։ Հայաստանի մասշտաբով։ Փոքր հեկերը մոտ 350 մեգավատ են եւ իրանք արտադրում են մինչեւ 10%։ Այսինքն արևը հիմա արդեն անցել է փոքր հեկերի մասին, փաստորեն ընդհանուր 10%-ն է։ Հա, փոքր հեկերը այո, ընդհանուր հիդրոէներգետիկան մոտ 1/3-ն է ապահովում, բայց փոքր հեկերը մեր 10%-ն է ապահովում։ Հիմա այդ թիվը գնալով նվազում է, քանի որ արևայինն է շատանում։ Պոտենցիալը շատ ավելի մեծ է, եթե էներգետիկ համակարգը համաչափ զարգանա։ Եթե դու էներգետիկ համակարգում զարգացնում ես մեկ ուղղություն, չգիտեմ, էլի հետ կանք սպորտին, եթե ուզում ես լավ լողաս, մի ձեռդ հա պարապացնես, այդ մի ձեռով չես կարա երբևիցե երկար ու արագ լողաս, պետք է ամբողջ մարմինդ պարապացնես, նույնն էլ էներգետիկան է։ Դու եթե ուզում ես համաչափ, անկախ ու հուսալի համակարգ ստեղծես, դու պետք է ունենաս եւ բազային ճիշտ հզորություններ, եւ միջհամակարգային կապեր հարևանների հետ, եւ ամենակարևորը պետք է հասկանաս դու ինչ ռեսուրս ունես։ Հիմա մենք արևայինը Հայաստանում ինչի ենք ուզում շատ զարգանա, որովհետեւ մենք արև ունենք։ Մեր արևային ռեսուրսը լավն է, որովհետեւ մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս այդտեղ տնտեսապես շահավետ արևային կայաններ ունենալ։ Հիմա եթե գազ ունենայինք, կարող է գազը մեր համար լիներ ավելի առաջնահերթային։ Հիմա չունենք այդ գազը, չունենք այդ նավթը, հիմա ունենք մենակ արևը, ունենք ջուրը, հիմա դրանք պետք է մեր համար առաջնահերթ լինեն։ Ու եթե ուզում ենք լիիրավ օգտագործենք այդ պոտենցիալը, պետքա համակարգը համաչափ զարգանա, ոչ թե մենակ արևայինը։ Եվ այսպես մեր երիտասարդության գինին հերիք չի դեռ կա, այլ շարունակում է զարգանալ։ Եվ կատարելագործվել Get Up Վերնաշեն Արենի այս գինիները սպասում են, որպեսզի զարդարեն ձեր սեղանը եւ պարգևեն լավ հուշեր ձեր բոլոր հյուրերին։ Ձեր կենացը։ Okay, եթե բոլոր գյուղերում, բոլոր տների վրա դնենք արևային պանելներ, ինչն է պակասում համակարգից, որ այդ ամեն ինչը կլանի, հասցնի, բաշխի, պատրաստ է համակարգը, թե դեռ չէ։ Հիմա արդեն համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Հա։ Ու հիմա տեսեք շատ բարձ հաշվարկ։ Ապրիլ-մայիս ամիսներին ցերեկվա սպառումը մեր մոտ 700-800 մեգավատ է։ Այս եթե դու ունես արև, որը արդեն 800 մեգավատ է, որը տալիս է քեզ փոփոխական էներգիա, այսինքն միտեղ ամպը գալիս է, ինքը միանգամից իջնում է, դու պետք է ունենաս ռեզերվային հզորություններ, բալանսավորող հզորություններ, որովհետեւ այդ ամեն ինչը կարողանաս կարգավորես։ Բայց դու մենակ արևայինով չես կարող, թե քո հաճախականությունը կարգավորես, թե այդ ամեն ինչը ռեզերվը ունենաս, դու պետք է ունենաս ատոմակայան ունես, դու ունես հեկեր, դու ունես, որը հիմա է էլեկտրաէներգիա տալիս, հիմա լավ սեզոնն է, դու ունես ջերմային կայաններ, հիմա այդ մինիմալ ոնց որ ասում է բալանսը, որ պահում ես, գումարային 1300-1400 մեգավատ արդեն միանում է, երբ որ քո սպառումը ընդունենք 700-800 մեգավատ է, ու Իրան կարող ես արտահանել մաքսիմում 300-330 մեգավատ, այնտեղ դու արդեն խնդիր ունես։ Դու ունես ավելցուկ, որը չգիտես որտեղ ինչ անես։ Այդ խնդիրն է, ավելցուկի հետ։ Անջատում են։ Okay, անջատում են։ Լավ, դες ինչ ուզում եմ խոսել, այդ պանելները, վահանակները, այ ինչքան հաճախ է այդտեղ լինում տենց ինչ որ գիտական մի հատ առաջընթաց, որ իր արտադրողականությունը
սկսում է կտրուկ աճել, որտեվ ես հիշում եմ, որ կար ժամանակ, որ խոսում էին, որ դե այդքան արդյունավետ չի, իրան սարքելը ավելի թանկ է, մինչև եկանք, որ իսկականից շատերը դնում են, ես էլ եմ հեսա պատրաստում դնել, ու այդ տեխնոլոգիան որքանով արագ է զարգանում եւ արդյոք օրինակ այն տիպի արագը, որ արժի մի տարի էլ սպասել, որ մի տարի հետո ավելի հզոր վահանակ տեղադրել, որովհետեւ այտենց շատ կտրուկ կտարբերվի, էլի։ Չէ, միանշանակ չարժի սпасել, տեսեք, եթե մի տարի սпасում ես, դու մի տարի հոսանքի վճարը տալիս ես, ու այդ վճարը գնում է կորում է։ Ու այն զարգացումը, որը տեղի է ունենալու ես մի տարվա ընթացքում, չի կոմպենսացնելու այն վճարը, որը դու տալու ես, այսինքն այդ էժանացումը ու էֆեկտիվության բարձրացումը։ Ամեն օր տեղի են ունենում նոր զարգացումներ, նոր ռեկորդներ էֆեկտիվության, արդեն 25-26%-ը KPD-ի արևային պանելների դառնում են ստանդարտ։ 16-17 թվականին, երբ որ սկսվեց այս ամեն ինչ Հայաստանում, այն ժամանակ խոսում ենք 13-14% էֆեկտիվության մասին։ Հիմա արևային պանելների թե դեգրադացիան, թե արդյունավետությունը էապես ուրիշ մակարդակի են, քան 7 տարի առաջ, էապես։ Հիմա մենք խոսում ենք արդեն 10 տարի հետո ունենալ, կներեք, այս հիմա եթե առնում ես հիմա վերջի պանելները hetero junction, իրանք դեգրադացիան թույլ է տալիս 30 տարի հետո ունենալ մաքսիմում 10% կորուստ հզորության։ 30 տարի աշխատում է, բայց դու էլի իրան օգտագործում ես 90%-ով։ Դա շատ քիչ սարքավորումներ կան, որոնք նմանատիպ ցուցանիշներ ունեն ու երաշխիքը տալիս են որոշ արտադրողներ մինչև 30 տարի։ Հիմա AI-ը այստեղ այդ բաղադրիչը ո՞նց է օգնում, որ այդ OGG-ն կամ արտադրողականությունը բարձրացնել։ Հիմա նայեք, հա, այստեղ շատ կարևոր մի հատ sense բան կա, ստերեոտիպ կա։ Շատերը ասում են արևային բանկայինը սարքեցիր, всё, ինքը արտադրում է, ոչ մի բան չպետք է անես։ Եվ ճիշտ է, եւ սխալ։ Ես օրինակ իմ տանը ունեմ դրած, իրան ոչ սպասարկում եմ, ոչ բանում անում, հարմար չի տանիքին է, ինքը արտադրում է։ Բայց եթե ես իրան լվանում եմ, ինքը սկսում է ավելի շատ արտադրել։ Եթե իրան հետևում եմ, ինքը ավելի շատ է արտադրում։ Եթե չեմ հետևում, ինքը էլի արտադրում է, բայց իր պոտենցիալը ոչ մի ձև ես չեմ ռեալիզացնում։ Երբ որ դու կառուցում ես համակարգային կայաններ մեծ, ու անում ես դա վարկով, ու բանկը նստած է քո բիզնեսում, ու այդ քո բիզնեսը բանկինգն է, մինչև դու վարկը չտաս, ամեն կորցված վատ եւ կիլովատ քո համար խնդրեմ է։ Մենք ունենք հիմա Հայաստանում մի շարք արևային կայաններ, որ մենք սպասարկում ենք, որ հասկանում ենք խնդիրները այս վերջի 4-5 տարիների ընթացքում ինչքան շատ են, որովհետեւ ամբողջ աշխարհը ոնց որ տեխնոլոգիական զարգացումները, ներդրումները գնացել են կառուցման վրա, շատ քիչ ներդրում ու զարգացում գնացել է սպասարկման վրա։ Այսինքն խնդիրը դրված է ամբողջ աշխարհում կառուցել շատ, բայց որ կառուցում ես, սպասարկումը արդեն խնդիր է դառնում։ Այդ խնդիրը ավելի պրոբլեմատիկ է դառնում, երբ որ դու կառուցում ես, օրինակ, չգիտեմ, անապատներում, հեռավոր վայրերում, որտեղ նորմալ կիրթ մասա չկա, ումից կարող ես ընտրել ինժեներները սպասարկեն, դա ու գնալով այդ խնդիրը ավելի շատանում է, որտեղ ծավալն է շատանում արևային կայանների ու արդեն խնդիր ունեն շատերը, որովհետև պլանավորում են մի թիվ, ստանում են փաստացի այդ թվից էապես ավելի քիչ գեներացիա ու ծախսերը ավելի շատանում են։ Հիմա Հայաստանում մենք այդ խնդիրը իհարկե բոլոր կայանները ունեցել են, բոլորը պլանավորում էին մի թիվ, ստանում էին մեկ այլ թիվ, շատ քչերն են ունեցել հակառակ էֆեկտ, դա էլ եղել է ժամանակավոր, եղանակային բանի հետ կապված ու հասկացանք, որ ոնց որ մենակ սարքելով չի էլի, կինոն չի վերջանում, պետքա իրականում նոր է սկսում, հա, դու պետքա այդ ամեն ինչը կառավարես ու ճիշտ կառավարես 20-30 տարի, որովհետև սխալ անելու դեպքում կարող է իրականում մի օր առավոտ արտանաս, տեսնես կայանը բարձրացել է օդ իջել է գետին ու կորցրել ես ամեն ինչ, ու դա ինչ որ փոխաբերական իմաստով չեմ ասում, կոնկրետ ուղիղ դեպքեր եղել են, երբ որ քամին տվել հանելա բան, որովհետև ճիշտ չի սպասարկվել, ձմեռվանից հետո չի ձգվել, ու այդ խնդիրները բավականին շատ են։
AI ո՞նց է իմանում ձգված է թե չէ։ Այ հիմա ինչ ենք անում, այն որ ասում են գանք բուն թեմային։ Մենք երկար ոնց որ տանջում ենք այդ ամեն ինչի հետ, ուզում ենք այնց անենք, որ այդ ամեն ինչին ինչ-որ մի ձև ավտոմատացնենք, որովհետև երբ որ արդեն դու ունես հարյուրավոր հեկտարներ արևային կայաններ, ասենք 100,000-ավոր արևային պանելներ, այդ ամեն ինչը հետևելը կառավարելը բավականին բարդ է դառնում ու չկա ոլորտում որևէ ծրագիր, որը թույլ տա քեզ մեկ պատուհան սկզբունքով քո կայանը կառավարես։ Այսինքն մենք մոտ 12 տարբեր ծրագրային ապահովումներ ենք օգտագործում, որպեսզի կառավարենք արևային կայանի տարբեր մասերը։ Ու դա կառավարման տեսանկյունից շատ բարդ խնդիր է։ Մենք խնդիրը այս 3 տարի է փորձում ենք լուծենք ինչ որ թմթմերի միջոցով ծրագրավորողների մի քիչ սա ավտոմատացնենք, մի քիչ նա ավտոմատացնենք, բայց երբ որ AI հեղափոխությունը սկսեց, հասկացանք, որ այնտեղ ունենք մենք շատ լուրջ հավելյալ արժեք, որը չենք օգտագործում։ Ու այդ ժամանակ ես Արմենը Ղարիբյանի իմ գործընկերը Արտավազդ Դիմինասյան հետ, CRISP-ի համահիմնադիր, տենց ինքն էլ էր ուզում արևային կայան կառուցեր, տենց մեր հետ սկսեց շփվել, երկար տարի իրար ճանաչում ենք, երբ որ սկսեցինք մեր խնդիրների մասին պատմել, թե այնպես չի որ սարքում ես ու քո մոտ ամեն ինչ դառնում է պարզապես пассив եկամուտ ու ոչ մի բան չես անում, դա ամենօրյա աշխատանք է իրանից ենթադրում։ Հետո այդ խոսակցությունները բերեցին, բա լավ, եկեք մի բան անենք, էլի։ Mining եք էլի անում արևը։ Դուք ստեղ դու ոնց որ Արտավազդ Արտոն ինքը AI գծով Հայաստանում լավագույնն ասենք մասնագետներից է, CRISP-ի համահիմնադիր, մենք արևային էներգետիկայի գծով տենց ուժերը ոնց որ ասում է համադրեցինք ու ստեղծեցինք Արեգ AI-ը։ Արեգ AI-ը ինչ է, ինքը մեկ պատուհան սկզբունքով կառավարման համակարգ է, որը մոնիտորինգի պրևենտիվ սպասարկման միջոցով մոլեկուլյար մակարդակի վրա արևային կայանը կառավարում է։ Սկսած մի հատ օրինակ ասեմ, հիմա արևային պանելները ասում են 30 տարվա երաշխիք ունեն։ Հայաստանում արևային պանելների ոնց որ ասում է claim երաշխիքով, երբ որ խնդիր է դու արտադրողից ստանում ես նորը, մատերի վրա կարելի է հաշվել, ես ընդհանրապես մեկ դեպք գիտեմ, դա մեր ընկերությունն է, որ արել է, ուրիշ դեպք չգիտեմ, որովհետև շատ դժվար է ապացուցել արտադրողին, որ իր արևային պանելը խնդիր ունի։ Դա լուրջ գիտական ու ապացուցման հիմք է պետք, որ Հայաստանում դա բացակայում է, ու շատ երկրներում է բացակայում։ Այսինքն այդ 30 տարվա երաշխիքը թղթի վրա է, բայց դրա փաստացի ոնց որ ասում, օգուտ քաղելը ոչ մեկ չի կարողանում անել։ Մենակ արևային պանելների ոլորտում չի, ավտոներում էլ ամենտեղ։ Հիմա մենք ինչ ենք անում։ Հիմա դա ոնց պետք է անես։ Դու պետք է դրոն թռցնես, անես տերմո նկարահանում, խնդիրները ֆիքսես, հետո վերելուծես, այս խնդիրը ինչից է, կարող է կներեք, ծիտածրտել։ Խնդիր կա, կարող է փոշի է, կարող է մեխանիկական վնաս է, կարող է հենց պանելի դեֆեկտ է։ Այդ ամեն ինչը պետք է անցկացնես, հետո մի հատ է պետք է դրոն թռցնես, հետո այդ պատկերացրեք թռցրեցիր, ասենք հիմա մենք ունենք 150,000 հատ արևային պանել Հայաստանում տեղադրած, ասենք մեր կայաններում 150,000 հատը ասենք վերլուծելը նկարում ես, դու իրան պետքա բաժանես 150,000 հատ նկարի, ամեն նկարը պետքա հասկանաս որ պանելն է, այդ հասկանաս պատմականորեն այդ պանելը խնդիր ունեցել է թե չի ունեցել, դա տեղայնացնես իր ամեն ինչին իր կոդի հետ փորձես համոզես, որ գիտես ինչ էս պանելը, որ նոր բերել էի աշխատում էր, հիմա չի աշխատում, բայց այդ դրա համար պետք է իրան պատմական բան տաս, այս ամեն ինչը իրականում ստեղծում է մի հատ անհնարին վիճակ ստանալ կոմպենսացիա։ Հենց որ ասցիր այդ եմ դասում, փաստորեն անհնար է դառնում, որ դա այլևս մարդիկ կառավարեին այդ հեկտարներով կայանները որ կան, պրինցիպի այդքան մարդ անհնար է կամ գուցե շահավետ չի լինի, եթե մարդ։ Միանշանակ, հիմա օրինակ մենք հիմա մի հատ արևային կայան ենք կառուցում Ուզբեկստանում, որը 500 մեգավատ է։ 500 մեգավատը մոտավորապես 1000 հեկտար տարածք է եւ 1 միլիոն հատ պանել ունի միջինը։ Ու դա անապատում է։ Okay. Դա ես հիմա որ մտածում եմ դա պետքա սպասարկենք, արդեն մոտս բան է, ծիկեր է սկսում, էլի որ դա ոնց եմ ես սպասարկելու այդքան այդ մասշտաբը։ Առանց ավտոմատացման, առանց AI-ի
իրականում անհնար է այդ մասշտաբը բան անել։ Արևային հզորությունները տարեկան աճում են էքսպոնենցիալ մակարդակով ու դա սպասարկելը իրականում շատ բարդ է։ Իսկ օրինակ Արեգի է տալիս է, լավ, sense օրինակ տամ black box-երը, սև արկղները ինքնաթիռի, որ ինչ որ բան այն չի լինում ինքնաթիռի հետ, բոլորը վստահում են black box-ին։ Սա ֆունկցիաներից մեկը Արեգի է, ինքը black box-ը։ Ինքը խնդիրները լրիվ ֆիքսում է ու այդ խնդիրները բոլորի համար դառնում են օբյեկտիվ գնահատական եւ արտադրողի այդ սարքավորման եւ կայանի, որ վաղը չեմ իսօր կռիվ չանեն, գիտես ինչ, քո մեղքներ, թե քո մեղքներ։ Ու մենք ուզում ենք մի վիճակի հասնենք, որ դու տարեկան մի անգամ դրոն չթռցնես, այդ գործը անես, այլ անես ամեն օր, որ գիշերը ծտերի երամը գնաց, ծրտեց ու դու մի 100 հատ պանել գեներացիան կորցրեց, դու դրա մասին չիմանաս մինչև հաջորդ անձրևը կամ հաջորդ լվալը, այլ իմանաս հաջորդ օրը ու դու չկորցնես այդ գեներացիան։ Ու այդ ամեն 0.1% կորցված գեներացիան, դրա գումարային էֆեկտը տարեկան շատ ծանր է նստում։ Իսկ մեր համակարգը ոնց որ ինչի ենք այս ամեն ինչը արել, որ այդ ընկնում ենք ամեն կիլովատի հետևից, որ այտենց compound-ը իր հավաքական էֆեկտը շատ մեծ է։ Դրա մեջ մտնում է այն, որ պանելը շարժվում է դեպի արևը ու իր դիրքը փոխում է, որ մաքսիմալ օգուտ ստանա, որովհետև տենց մի քանի ռոլիկ է տեսել, որ ինչքան դեմքով դեպի արև նայի պանելը, այդքան ավելի շատ կստանա։ Դա կապ ունի, դա էլ դրա մեջ է։ Դա կոչվում է արևին հետևող համակարգ, tracker տեխնոլոգիա։ Հայաստանում առաջինը մենք արեցինք դա եւ հիմա միակը։ Մեր կայանների հիմնական մասը հիմա այդ տեխնոլոգիայով են կառուցած։ Դրա պլյուսը շատ պարզ է, տալիս է հավելյալ գեներացիա մինչև 15-ից 20%։ Ու ինքը ավելի թանկ է դա կառուցելը, բայց իր հավելյալ արժեքը շատ կոմպենսացնում է այդ սկզբնական հավելյալ կապեքսը, կապիտալ ներդրումները։ Դրա համար ինքը շատ կարևոր տեխնոլոգիա է ու թույլ է տալիս նույն պանելով, նույն վայրում 15-ից 20% ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ։ Ինքը նաև ավելի շատ սպասարկում է նախատեսում, որովհետև այնտեղ ավելի շատ շարժվող մասեր ունես, որը պետք է սպասարկես, բայց լիքը այլ պլյուսեր էլ ունի։ Օրինակ ձունը գալիս է, շատ ձուն եկավ, ինքը միանգամից գնում է, ասենք, վերտիկալ դիրքի, ձունը թափում է, շարունակում է բան անում, այսինքն հակառակ դեպքում դու պետքա եթե ֆիքսված էր ուղարկեիր լվային, մակրեին, որ ինքը շարունակեր բան անել, իսկ ինքը շատ բաներում ինքը ավելի ավտոմատ է։ Եթե ուժեղ քամի է, ինքը հասկանում է քամին որտեղից է գալիս, ունես դիրք ընդունում, որպեսզի դիմադրողականությունը քիչ լինի, այսինքն հորիզոնտալական դիրք ընդունում, հիմնականում որ պարուսնի էֆեկտ չստեղծի, որ կայանը օդ թռցնի, հա։ Լիքը պլյուսեր ունի։ Իսկ քանի որ ասացիր, որ ոնց որ ձեր ցավից է էլի ստեղծվել Արեգիա, որ 12 հատ տարբեր soft-take օգտագործում, հիմա ընդհանրում եմ աշխարհում չկա այլ նման բան, ինչ է արվում, որպեսզի բոլոր աշխարհի այդ մեծ կայանները մեր հայկական soft-ին կպցնենք։ Ինքը առաջիկա մոտ կես տարին մեր կայաններում կփորձարկվի, կատարելագործվի եւ արդեն 26 թվականին կառաջարկենք մենք մնացածին կառաջարկենք արդեն որպեսզի մենք սպասարկումը վերցնենք այդ կայանների, որովհետեւ մենք չենք ուզում միայն soft տանք, մենք ուզում ենք այդ սպասարկումը ամբողջովին անենք, օգտագործելով դրոններ, օգտագործելով ռոբոտներ ու մաքսիմալ ավտոմատացնենք այդ process-ը, մեքենայացնենք ու մենք ուզում ենք full սպասարկումը արևային կայանների այս ընկերությունով իրականացնենք։ Առաջի փուլում մենք դա կանենք մեր սեփական կայաններում եւ այն կայաններում, որոնք հիմա կան եւ այն կայաններում, որոնք պատրաստում ենք գնել։ Հիմա մենք ներդրումային ֆոնդեր ենք գրանցում ԱՄՆ-ում եւ Էմիրություններում, որտեղ ներդրողներին հրավիրելու ենք ներդրում կատարել գործող արևային կայաններ առնելու ֆոնդում։ Խնդիրը սենց ենք ձևակերպում, ասում ենք հիմա կա արևային կայան, ինքը վաճառվում է, մենք գնահատում ենք իր արժեքը իր փաստացի գեներացիայով, փաստացի ծախսերով։ Ու ասում ենք պայմանական կախված երկրից ներդրողի ակնկալիքը շահութաբերության ինչ որ տոկոս է։ Օրինակ Հայաստան, որ ներդրողները գալիս են, ակնկալում են 12-ից 15%։
կախված բանի է։ Եվրոպա որ դու գնում ես, օրինակ Եվրոպան էլ բաժանված է տարբեր զոնաների, օրինակ Նիդերլանդներ գնաս, Գերմանիա գնաս 6-ից 7% կարող ես ակնկալել։ Անգլիա էլ մոտավորապես այդքան։ Գնում ես Բուլղարիա 10%, Լեհաստան էլի 9-ից 10%։ Այսինքն այդ ակնկալիքով դու իր հետագա գումարի ակնկալի գումարը բանես անում, դիսկոնտ ես անում, ու գումար ես տան, գին ես ստանում։ Հետո մենք այդ գնով առնում ենք, մտնում ենք Արեգ AI-ով։ Արեգ AI մեր secret weapon-ն է։ Մտնում ենք ու դրանով կառավարում ենք ամեն ինչ։ Կառավարում ենք եւ իր սպասարկումը, եւ իր ֆինանսները, եւ իր կադրերը, ամեն ինչ այդ մի համակարգով մենք իր ծախսերի նվազեցում ենք անում ու գեներացիայի ավելացում ենք անում։ Մոտավորապես մեր կանխատեսումներով ասենց ասած պեսիմիստական սցենարներով 25% կարողանում ենք կրճատենք միջինը ծախսերը եւ 10% էֆեկտիվությունը բարձրացնենք։ Դա այն թիվն է, որը շատ կայանների համար make or break բան է։ Որովհետեւ բանկերը ոնց են հաշվարկում։ Նայում են քո գալիք գումարները ու քո գրաֆիկները նենց են բանանում, որ դու համարյա գումար չունենաս ստանալու, մինչև իրենց բարկը թողում են մի քիչ աշխատավարձ տա սպասարկից, մնացածը գրաֆիկով տանում են։ Իսկ երբ որ դու մտնում ես ու կարողանում ես այդ սկզբնական վիճակից ավել էֆեկտիվություն ցույց տաս, այդ դա արդեն դառնում է ներդրողի համար հավելյալ արժեք։ Այսինքն մենք մտնում ենք պայմանական 10% շահութաբերությամբ դուրս մեր ծրագրային այդ ու ամբողջ այդ Արեգիայի ներդրման արդյունքում բարձրացնում ենք մինչև 18-ից 20% շահութաբերությունը։ Ու պարտատոմսեր, հա, արևի մեջ ներդնեին։ Դե քանի որ Եվրոպա երկրներից էլ ասեցիր, մի հատ կակրաս հարցեր մոտես։ Գերմանիան իզուրա արևային էներգիայի մեջ ներդրում, այն երկրները, որտեղ արևը բավական քիչ է, իրանք ինչ հույս ունեն։ Ու սա իրական միջև ուզում եի հարցնել, եթե անպամած եղանակ է, նես չէ, որ ընդհանրապես էներգիա չի գեներացնում, չէ՞։ Ու արդյոք տեխնոլոգիան գնում է դեպի նա, որ սովորական տենց լույսը, տենց սպիտակ ամպերի մեջից ընկնող ինքն էլ ինչ որ մաքսիմալ օգուտ տա։ Անպամած օր Երևանում պանելային կայան, ինչքան ենք մեջից քամում։ 15-20%։ Բարձր, հա, այսինքն ինքը էլի արտադրումը։ Մեկը արտադրումը։ Ինքը էլի ինքը չի արտադրում, երբ որ արև ընդհանրապես գիշերը։ Գիշերը, հա։ Գերմանիայի հարցը, տեսեք, Գերմանիայում ընդհանուր առմամբ էլեկտրաէներգիան բավականին թանկ է, տարիֆները, սակագները, մեզնից 2-3 անգամ թանկ է։ Ու այն սակագները, որոնք իրենց կարող են թույլ տալ արևային կայանների համար տան, պարզը ավելի բարձր է, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ։ Եվ այն, որ իրենց կայանները արտադրում են մոտ 50% ավելի, 50 չէ, 30-ից 40%, եթե միջինացված թիվ վերցնենք, ավելի քիչ, քան ստեղ, դա կոմպենսացվում է ավելի բարձր տարիֆով։ Բայց Գերմանիայի համար դա դիվերսիֆիկացիայի շատ մեծ խնդիր էր լուծում, էկոլոգիայի խնդիր էր լուծում եւ էներգետիկ անկախության։ Շատ ժամանակ, երբ որ պետությունը որոշում է կայացնում, որ տեխնոլոգիան, որ ուղղությունը զարգացնի, ինքը չպետք է մենակ մեկ առաջնահերթությամբ մեկ ոնց որ ասում է կրիտերիայով առաջ գնա, էլի հիմա Հայաստանի համար էլ պետքա խնդիրը մենք հասկանանք, ինչ ենք ուզում անենք։ Մենք ուզում ենք էներգետիկ անկախություն ունենանք, թե մենք ուզում ենք ամենաէժան էլեկտրաէներգիան ունենանք, թե մենք ուզում ենք դրա ինչ որ միջինը ունենանք, որ չենք ուզում մենակ անկախություն, չենք ուզում մենակ էժան։ Մենք որպեսզի հուսալի համակարգ ունենանք, պետքա մի հատ գերական մեր շահը հասկանանք, մեր առաջնահերթությունը հասկանանք դրա տակ ոնց ենք անում։ Եթե հիմա հասկանում ենք, որ այս մի տեխնոլոգիան մի քիչ թանկ է, բայց սա պոտենցիալ ունի մեր էներգետիկ անկախության մեջ շատ լուրջ դեր ունենալ, մենք պետք է իրան մի քիչ սուբսիդավորենք, մի քիչ թանկ վճարենք, մինչև ինքը մասշտաբային է ու ինքը դառնա ավելի մաչելի, ոնց որ արևայինը եղավ։ Արևայինի առաջ օրինակ սակագինը 42 դրամ էր, հիմա արդեն 20 դրամ է։ Այ մտավախությունս էլ է դա, որ կարող է, որ տեսնեն շատ են այդ հզորությունը մեծացավ, սարքեն մի դրամ ու ոնց որ բավականին կորցնի, որովհետև այդ տենդենսը նույն Ամերիկայում էլ կա, որ սկզբից պայմանները շատ լավն են, հետո ոնց որ հասկանում են, որ մեծ ծավալների անգնում ու սկսում են չանել, ու հետո
օբյեկտիվորեն էլի որ նայում ենք մեր մոտ դեռ էլեկտրաէներգիան լավ մատչելի է համեմատած ուրիշ երկրներ, որտեղ ընդհանրապես այնպես բաներ են գտել, օրինակ Ֆինլանդիա որ գնացել էի, գիդը բողոքում էր նրանից, որ ասում են բորսայի սկզբունքով, ասենք, հունվարին մի գինա, փետրվարին ուրիշ գինա։ Օրվա ընթացքում 10 հատ գին կարող տարբեր ժամեր էլ ուրիշ գինա ու գալիս է ասես մի հատ կլորի կահավոր գումար է, էլի գալիս է ամեն ինչի։ Տեսեք, երկու հատ բան կա, եթե դու ունես երաշխիք, հնարավորինքն ես հիմա կառուցել ներդրող ես։ Պետությունը էներգետիկայի մասին օրենքով երաշխավորում է, որ հայկական էլեկտրական ցանցերը ձեզնից կգնի այս սակագնով ինչ որ տարի։ Փոքր եկերի համար դա 15 տարի էր, արևայինների համար 20 տարի էր։ Հիմա Հայաստանում կայաններ կան, որոնք երաշխիքային գնման բան ունեն ու կան, որ չունեն։ Այսինքն կան, որ ազատ շուկայում են աշխատում։ Հիմա իրավիճակ է ստեղծվել, որ հիմա ազատ շուկայում աշխատող արևային կայանների սակագինը մոտավորապես 30-ից 40% ավելի բարձր է։ Այսինքն այն այն կայաններին, որ պետությունը երաշխիք է տվել, իրանցից գնում է 19-20 դրամով, իսկ այն կայանները, որոնք այդ երաշխիքը չունեն, վաճառում են 26-27 դրամով։ Բայց այստեղ խնդիրը ուրիշ է։ Առաջի դեպքում դու ունես 20 տարվա երաշխիք, երկրորդ դեպքում կարող է մյուս տարի 27 չլինի, կարող է մյուս տարի 20 լինի, կարող է 5 տարի հետո լինի 5։ Այդ կայանները այդ խնդիրը ունեն։ Հետևաբար, երբ որ դու ազատ շուկայում կառուցում ես, դա դառնում է մի քիչ ավելի շատ դասական բիզնես։ Այսինքն այն առումով, որ դու երկարաժամկետ ինքը ավելի ռիսկային է քո համար ու դու պետք է ամեն ինչ անես, որ փողը շուտ անես, էլի։ Այսինքն իսկ երբ որ դու ունես երաշխիք 20 տարվա, որպես ներդրող դու ասում ես շատ լավ, ինքը իմ համար դեպոզիտից թող մի քիչ շատ գումար բերի ու իմ համար որպես ներդրող ինքը ընդունելի ռիսկ է։ Իսկ եթե ազատ շուկա է, այդ ռիսկը շատ ավելի բարձր է։ Պետք է 3-4 տարում փորձես հետ գնել։ Այդ կայաններին հետագայում իրանք խնդիր ունեն, որ կարող դառնա 5 դրամ կամ 1 դրամ, որոնք երաշխիք ունեն։ Այդ խնդիրը այն պետությունը, որը խաղի կանոն փոխեց, լուրջ խնդիր է ունենալու բոլոր ոլորտներում, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի ներդրում կանխատեսելի չի։ Հա։ Այսինքն եթե ինքը տալիս է երաշխիք ինչ որ տարի, ինքը պետքա դա ապահովի։ Մենք ունեցել ենք դեպք Հայաստանում, որ այտենց փորձել են որոշ բաներ արել են խաղի կանոնների ընթացքում փոխել վերջի տարիների ընթացքում, հիմա լիքը դատական գործեր էլ կա, հուսով եմ ճիշտ է, ամեն ինչը կընթանա, բայց պետությունը պետք է խաղի կանոն չփոխի ներդրողի հանդեպ։ Այդ նորերը, երբ որ ասում ես ազատ շուկա է, մարդը իր ռիսկը գիտի։ Ուզում ես կառուցի, բայց դու իմացի, որ ես քեզնից գնելու պարտավորություն ես քեզ չունեմ քո նկատմամբ։ Այսինքն այս բանին մենք կանխատեսելի գործընկեր ենք Հայաստանում, ոնց է մեր էներգետիկ տեսլականը։ Հա, հիմնականում այո։ Այն դա կոնկրետ փաստ է, որ կոնկրետ հիմա հերթ է արևային էներգետիկայի համար։ Եթե մտածում եք ինչ նայել այս գարնանային երեկոներով, ապա ասեմ, մեր Tech Startup սերիալի բոլոր 8 սերիաները ողջ առաջին սեզոնը արդեն հասանելի են Wink Online կինոթատրոնում։ Որակյալ եւ շատ ուրախ սերիալ Tech Startup։ Այդ իշնիկների մասն է։ Ուզում հասկանալ, որ ուղղությամբ ենք զարգանում, դու ասացիր, որ դեգրադացիան քչանում է, հա, նոր տեխնոլոգիաների շնորհիվ 30 տարի ընդամենը 10% կորուստ, բայց եթե տես ֆիզիկայի տեսանկյունից նայենք, միտեղ կարդացել էի, որ մի օրում թե մի ժամում արևի ճառագայթները ընդհանրապես երկրագնդի վրա անգնող այնքան են, որ հերիքա տարիներով ապահովել ուղղակի մենք կարողանում ենք մեր տեխնոլոգիայով կայաններով շատ փոքրիկ տոկոսը քաղել այդ արևային էներգիայից։ Այդ էֆեկտիվությունն էլ է բարձրանում բացի այդ ամեն ինչից։ Ինչի եմ դա նաև ասում, որովհետև կա կարծիք, որ ինչ որ պահի էլ պետք չի լինի այդ ուղղությունը արևային էներգիայի կփոխարինվի օրինակ ջրածնային տրոհման էներգիայով, որովհետև լուրջ աշխատանքներ են գնում նրա, որ սովորական ջրածնի տրոհումը եւս մեծ էներգիա կարող արտադրի ու էլի տենց գրեթե անվճար քիչ ջանքերով կարողանանք ստանալ այդտեղից էներգիա։ Կարող է ջրածինը փոխարինի արևայինին։ Տեսեք, անվճար ոչ մի բան չկա։ Այդ հիմա էլ կա ասել արև անվճար է, ինչի արևային էներգետիկան վճարովի։ Նախ այդ սարքավորումները, որոնք բավականին մեծ կապիտալ ներդրումներ են, դրանք պետքա հետ գնում ունենան ու պետքա այդ կապիտալի արժեքը վճարվի թե բանկին, թե ներդրողին։
ջրածնային էներգետիկան ինքը ունի ապագա, ու ջրածնային էներգետիկան ինքը էլի իրան էլեկտրաէներգիա է պետք։ Էլեկտրոլիզի միջոցով դու կարողանում ես Դե հա, տրոհես այդ ստանաս։ բայց ինքնաբավ կլինի, էլի, որ ստանանք, այդ կօգտագործենք մյուսների համար։ Տեսեք, լավ, հիմա Հայաստանի մասով մի քիչ խոսենք օրինակ, նույն ջրածնային էներգետիկան Հայաստանին պետքա թե ոչ։ Իմ կարծիքով պետքա, որովհետև ջրածնային էներգետիկան Հայաստանին թույլ է տալիս նախ կուտակել ավելցուկ էլեկտրաէներգիան, այսինքն դու էլեկտրոլիզի միջոցով դու կարողանում ես քո ցերեկային արևային էներգետիկայից ստացած այդ ավելցուկով ստանաս ջրածին եւ տոպլիվնի էլեմենտների միջոցով հետո հակառակ ստանաս էլեկտրաէներգիա, այսինքն մի հատ ջրածին ստանաս, հետո այդ ջրածինը դարձնես էլեկտրաէներգիա։ Իրականում ես կուտակես, թորանես։ Ջրածնով կուտակես, հետո այդ ջրածինից ապրանքին ստանաս էլեկտրաէներգիա։ Հիմա չեմ ուզում դրա տեխնիկայով շատ մանրամասն խորանամ, ինքս ֆիզիկ չեմ կարող ինչ-որ սխալ տերմիններ օգտագործեմ, բայց process-ը տենց է, դու սկզբից ջրածին ես սարքում, հետո այդ ջրածինը ջրածինից հետ ստանում ես էլեկտրաէներգիա։ Այս process-ի մեջ դու կորցնում ես մոտավորապես 40% էլեկտրաէներգիա, որովհետև դու կորուստուն ես առաջինը ջրածին սարքելու եւ կորուստուն ես հետ էլեկտրաէներգիա սարքելու։ Ու այստեղ պետքա հաշվարկես ջրածինը Հայաստանի համար հիմա մենակ դիտարկվում է որպես ակումուլյացիոն տեխնոլոգիա, որովհետև մենք քիմիական արտադրություն չունենք, որտեղ մեզ ջրածինը պետք, եթե ունենայինք, չգիտեմ, Խիմպրոմը ֆուլ աշխատեր, Նայրիտը ֆուլ աշխատեր ու մեր քիմիական արտադրությունը ընդհանրապես այդ ոլորտը մինչև այսօր գոյություն ուներ, կարող է մենք հենց ջրածինը արտադրենք հենց այդ նպատակով, էլի, հենց որպես ջրածին օգտագործել։ Բայց հիմա պետք է համեմատենք պայմանական այլ նակապիցիոնների, այլ կուտակիչների հետ։ Լիթիում-իոնային կուտակիչները, այնտեղ դնում ես պատրաստի արդեն կոնտեյներներով գալիս է, մինիմալ ծախս, միացման էֆեկտիվությունը մոտ 86-88%, այսինքն այդքան ես կորցնում, երբ որ դու դա charge discharge ես անում, էլի, այսինքն նրա դեպքում ավելի մեծ է, նա ավելի թանկ է հիմա, բայց նա էլ է պետք, տեխնոլոգիա պետք է զարգանա ու այստեղ կոմերցիալիզացիա, որը ավելի արագ կհասնի, դա արդեն ցույց կտա շուկան։ Հիմա օրինակ լիթիում-իոնային կուտակիչները մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք դրանց գնային տենդենսներին, մենք 21-22 թվականին ուզում ենք Հայաստանում դա, չէ, առաջի անգամ 18 թվականին ես անձամբ մեկնել եմ Տեսլա, Սան Ֆրանցիսկո, հանդիպել ենք այն ժամանակ 10 մեգավատ ժամ, որը այդ ժամանակվա մասշտաբներով աշխարհում 10-րդն է լինելու իր չափով։ Հա, հիմա գիգանտներ կան, էլի, բայց մենք ուզում ենք այն ժամանակ դնենք, որպեսզի հասկանանք այդ տեխնոլոգիան, որովհետև հասկանում ենք ինչ որ մի պահի մենք դրա խնդիրը ունենալու ենք։ Հիմա մենք դրա խնդիրը օդ ու ջրի պես մեզ պետք է դա։ Հիմա շատ լուրջ է դրա խնդիրը ունենք։ Մեզ հիմա Հայաստանին պետք են կուտակիչներ։ Կուտակիչները կարա լինի լիթիում-իոնային, կարա լինի հիդրոակումուլյացիոն կայաններ, երբ որ դու ավելցուկ ժամանակ ջուրը հետ ես ուղարկում ջրամբար, վերև, հետո էլի ստանում ես, կարա լինի ջրածին, կարա լինի պարզապես միջհամակարգային բան Իրանի Վրաստանի հետ, որ դու ավելցուկ ընդեղ տաս, գիշերը հետ վերցնես կամ հիմա ինչև էս հիմա մենակ է։ Մի հատ էլ հետազոտություն է կարդում, սոդայի ուղղությամբ են աշխատում։ Հա, ու սոդիումի միջոցով ինքը մոտ 2-3 անգամ ավելի քիչ արդյունավետ է, քան լիթիումը, բայց դե սոդա է, էժան է ու ոնց որ էլեկտրամեքենաներն են, չէ՞, ում տանեն դեպի սոդա։ Այս վերջերս BYD-ն օրինակ նոր բան հայտարարեց, որ ինքը ստացել է շատ էֆեկտիվ կուտակիչ առանց լիթիում օգտագործելու, որտեղ լիթիումը խնդիր է, լիթիումը հետո մնում է։ Չէ, բացի դրանից ինքը շատ սահմանափակ է ու շատ քիչ երկրներում կա ու երբ որ հիմա նայում ես պետությունների պլաններին, թե էլեկտրոմոբիլների, թե համակարգային կուտակիչների, դու հասկանում ես, որ դու դրա խնդիր ես ունենալու։ Հետևաբար զուտ Երևանի BYD-ների քանակին նայելով արդեն ներում է։ Էդ էլ, հա, հենց շատ ճիշտ բան ասացիք, որովհետև
մենք հիմա Հայաստանում ունենք փողոցներում 1500-1600 մեգավատ պարզապես կուտակիչ, որը ման է գալիս, քշում է։ Դա պետքա օգտագործել։ Դրա օգտագործելը իրանից ենթադրում է պարզապես ճիշտ policy, ճիշտ քաղաքականություն, ճիշտ կարգավորումներ, որովհետև տեխնոլոգիան արդեն կա, կոչվում է V2G, vehicle to grid։ Հա։ Ինչա իրանից ենթադրում։ Էլի պետք է միացնենք։ Հիմա ձեր գրասենյակի դիմաց տեսա դրած է չարջերը։ Չարջերը փոխվում է ուրիշ տեսակի չարջեր, մեքենան գալիս է էլեկտրական BYD կանգնացնում եք։ Հիմա երբ որ ցանցում, օրինակ, զարգացած շուկաներում դու ունես, մենք ունենք Հայաստանում ունենք երկու տեսակի սակագին, գիշերային եւ ցերեկային։ Իրանց մոտ կա օրվա ընթացքում 5-6 գնային զոնաներ, էլի, պիկ, պոլուպիկ, բարլուսախառը, հա։ Ու դա ենթադրում է, այսինքն ոնց է այդ գնագոյացում, այդ պահին ինչ գեներացիա կա, որն այժմ որնա թանկ։ Դնում ես զայրատկային քո մեքենան, ինքը տեսնում է այդ պահին ցանցում էժանա, ինքը զայրատկա է լինում։ Եթե թանկ է, ինքը հակառակ վաճառում է։ Այս տեխնոլոգիան կա։ Այս տեխնոլոգիան տարբեր երկր, հա։ Անդադ ինքը ինչ որ դատարկ։ Պարզ է, ինքը որոշակիորեն կրճատի մարդկոցի կյանքը, բայց մեծ հաշվով ինքը իր տնտեսական էֆեկտը շատ ավելի կմեծացնի, ավելի շուտ մեքենա փոխի։ Ընկերս Ամերիկայում առել էր մի հատ այնպես պիկապ են Monster ամերիկացի պիկապներ կար, դրա էլեկտրականը ու ասում էր, որ ինքը կարա իր տունը 3 օր ամբողջությամբ պահի միացրած, որովհետև շատ շուշուտ էին, էլ այդ outage-ները իրենց մոտ լինում, որ լույս չկա, բան ասում 3 օր ավտոն կարա մեզ պահի։ Tesla Wall-երը, որ բոլորս, չգիտեմ, տարբեր գովազդներում ինտերնետում տեսել ենք, ասենք 10 կիլովատ են։ Tesla-ները Model X-ի, հիմա ասենք 110 կիլովատ է։ 10 ժամ։ Չէ, դու կապված է տունը ինչքան է ծախսից, բայց այսինքն 11 անգամ ավելի շատ դու բան ունես, որը պրոստ մեքենայի մեջ է ու դու չես օգտագործում։ Ոստեղ գիտեք ինչ, մի քիչ այդ բաները, որ սկսում են խոսալ, բա հետագայում ոնց ենք անելու այդքան բատարիկը բան, ուր ենք բան անելու, դնել։ Շատ լավ հարց, ինչ ենք անելու այդքան դեգրադացված պանելները 30 տարի անց։ Ահա, այդ նո 30 տարի առաջ 30 տարի անց էքսպոնենցիալ աճում է։ 90%-ով ինքը լավ աշխատելու է, այսինքն ինքը գեներացնելու է, ինքը արժեք է ստեղծելու, նույնիսկ 30 տարի անց։ Բայց լինելու է նորը, որը հավանաբար 25% ինքը լրիվ recycle լինող, վերամշակվող բան է։ Իր մեջից դու 99% դու իրան ամեն ինչ կարաս բանանես, վերամշակես։ Սկսած իր ալյումինից, ապակուց, իր մեջի թանկարժեք մետաղներից, վերջում էլ ինչ էլ չի լինում, աղում ես ասֆալտի մեջ, խառնում ես գնում։ Ու այդ ասֆալտը սկսում է ավելի լավ էներգիա արտադրում։ Գիտեք ինչ, այն որ հիմա շատն են խոսում այդպես բաներ, բայց միաժամանակ շատ ներդրում էլ գնում է դրա լուծումների համար ու արդեն գործարաններ կան պատրաստի, որ դու կարող ես պատվիրել հոսքագծեր, որոնք այդ ամեն ինչը ավտոմատ անում են։ Կարող եք պարզապես մի հատ ինտերնետում, ասենք, գրել solar panel recycling machine-ը։ Բերում է լիքը լուծում։ Բատարիկաներին տեսեք, որ ասենք մեքենան դու ասենք քշում ես, ասենք Tesla-ից քշում 10 տարի հետո արդեն մի քիչ քո համար այն ժամանակ 500 կիլոմետր գնում, հիմա գնում է 300 կիլոմետր։ Դա արդեն խնդիր է քո համար, արդեն բայց այդ բատարիկան էլի մի 10-15 տարի հանգիստ կարա ծառայի այլ նպատակներով։ Դնում ես, դու արդեն էներգետիկայում ես օգտագործում, տունդ ես օգտագործում։ Հիմա լիքը ստարտափներ ես գիտեմ, որոնք դրանք վրա աշխատում են, հին բատարիկները վերցնում են, հանում են, կառավարման համակարգ են, soft են գցում ու դառնում է նույն, ասենք, Tesla Wall-ը, ինչ է, նույն բատարիկան է, պրոստը արտաքինից մի քիչ ուրիշ։ Այսինքն բիզնեսը այնքան կրեատիվ է, որ լուծումներ գտնում է այդ բոլոր խնդիրներին, էլի, ու այտենց չի լինելու, որ դու 30 տարի հետո մեկ էլ սա Հայաստանը, ասենք, խնդիր ունենա, ասենք, այդ մեծ աղբանոցների, որոնք արևային պանելներ են, այտենց չի լինելու вообще։ Հայկ, ի՞նչ է կատարվում ատոմակայանի
շուրջ, որտեվ անդադ խոսակցություն կա, որ ուզում են փակել մեր ատոմակայանը եւ ոնց հասկանում ենք դա այդպես շատ վտանգ։ Մենք համես sense խոսացինք, չասինք, որ Հայկը եղել է փոխնախարարը էներգետիկայի երկար տարիներ ու տասնյակ տարիներ ավելի первый рук 3 տարի 10 ամիս, հա, տասնյակ չէ։ Ինչա այդտեղ կատարվում, արդյոք լուրջ է այդ վտանգը, այդ խոսակցությունը։ Դե այդ խոսակցությունը միշտ էլ եղել է, բայց այդ խոսացողը միշտ մեր հարևաններն են երկու, այսինքն ուրիշ խոսացող այդ չկա, ուրիշ պահանջող չկա, այսինքն այդ մասը, երբ որ դու մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ այնտեղ նույն այն ժամանակ ասում են Եվրամիության պահանջա է այն, Եվրամիությունը ընդհանրապես ասում էր, որ պետքա լինի decommissioning plan, այսինքն որը լրիվ նորմալ է, պետքա լինի, այսինքն ոչ մեկ կա, թե հա, կա, ոչ մեկ չի ենթադրում, որ արևային, որ ատոմային կայանը աշխատելու է ընդմիշտ։ Այսինքն ինքը ունի իր աշխատանքային ոնց որ ասում, ցիկլը, ինքը երբ որ արդեն սպառինա, ոնց որ ասում են, իր ռեսուրսը սպառի, ինքը պետքա գնա արդեն decommissioning-ի կամ նոր կայան կառուցվի կողքը կամ ուրիշ տեղ, դե արդեն ոնց որ ասում են երկրորդ հարցը։ Բայց փակելու ցանկություն արտահայտում են մենակ Թուրքիան ու Ադրբեջանը, ուրիշ ոչ մեկ։ Խոսվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները որ լավ չեն, այսինքն ընդեղից մասնագետներ են միշտ գալիս, այդ սպասարկմանը նպաստում են եւ հիմա դա կարա տենց ինչ-որ մտնի փակուղի։ Չէ, չեմ կարծում այդտեղ նմանատիպ խնդիր կարող է լինի, որովհետեւ Ռոսատոմի հետ իմ իմանալով հարաբերությունները շատ նորմալ է, սպասարկում են, բայց ի տարբերություն, ես 10, եթե չեմ սխալվում, 12-13 թվականից արդեն full կառավարումը ատոմակայանի հայրն են անում։ Այսինքն այդտեղ մենք կախվածություն չունենք։ Կախվածություն ունենք իր սպասարկումով, նկատում արդեն ռեմոնտների, վերանորոգումների ժամանակ զապչայցներով, բայց դա ոչ մի ձև հարաբերությունները այն տիպի չեն սրվել, որ այդտեղ խնդիր կա, էլի, այսինքն այդտեղ չեմ կարծում երբևիցե խնդիր լինի, որտեղ ատոմային էներգետիկայի ոլորտում այդեն ոլորտնա, որ կապ չունի ինչ սրացումներ լինեն, այդտեղ պետքա նորմալ լինի, որովհետև այդտեղի խնդիրը գլոբալ խնդիր է, բոլորի խնդիրն է։ Իսկ նորի մասով այստեղ պետքա հստակ հասկանալ, հա, այսքան լավ բաներ խոսացինք էլի մասը։ հա, նորի մասով տեսեք, նախքին որ նոր ասացի էլի պետության առաջնահերթության խնդիրը, այսինքն եթե պետությունը ուզում է այս ոլորտը պահպանի, այսինքն եթե դու վերցնես հիմա մենակ տնտեսական հաշվարկ անես, չկա։ Շատ ոչ պոպուլյար բան եմ ասում։ Իրականում չկա։ Հիմա շատ հին էներգետիկները, ովքեր ինչ ճանաչում են կամ ասում են, ջայել ինչա խոսում, բան չնես 40 տարեկան եմ, բայց հələ ջայել եմ իրանց համար, եթե վերցնես նույնիսկ արևային պանելները, քամու էներգետիկան, արևային եւ քամու էներգետիկան, իրան միացնես կուտակիչների հետ, ստանաս բազային հզորություն, ելի ինքը ավելի մաչելի է ստացվում, քան նոր ատոմակայանը։ Նոր ատոմակայանը թանկ է, որովհետև նոր ատոմակայանը իր կապիտալ ներդրումները 15 անգամ ավելի շատ են, քան արևայինի Քանի Snoop Dogg-ի համար ինչ արժի ատոմակայանը։ Okay, մի մեգավատը մի Snoop Dogg-ի համար, հա, $6 միլիոն, հա։ Վաղ չի իրականում։ Մի 600 Snoop Dogg-ի համար կանենք 600 մեգավատանոց այդ բան կարող ենք անել։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Մի հատ մտքի էքսպերիմենտ անենք։ Պատկերացնենք ինչա պետք, որ մենք լինենք արևային էներգիայով ինքնաբավ ու արևային էներգիան լրացնի մյուս բոլոր էներգիաաղբյուրները։ Որտեղ մասամբ ասեցիր, որ չկա կուտակիչներ, հա, դա տենց է կոչվում, այսինքն okay, ցերեկը կուտակում են, բայց գիշերը պետքա ինչ-որ մի բան անել, կամ եթե ցերեկը ավելցուկ կա, կարող է չկա տեղ տանելու, արտահանել Իրան կամ Վրաստան, բայց ենթադրենք մենակ ցերեկն է, առավոտից երեկո
ինչքան բանել է մեզ պակասում, որ արևային ժամերին ինքնաբավ լինենք։ Հետո օքեյ, կուտակիչներ կավելանան եւ այն որտեղ իմ մոտ նստը տպավորությունն է, որ նույնիսկ եթե բոլոր մարզերում, հա, բոլոր տները ունենան արևային պանելներ, կճկռի համակարգը։ Այսինքն պետք չի որ բոլորը ունենան արևային պանելներ, ճիշտ եմ զգում։ Չէ, տեսեք, իրականում խնդիրը պետք է մի քիչ ճիշտ ձևակերպել։ Նախ Չեմ կարող իմ կարծիքով բավականին մեծ հիմա այնօր մի հատ Facebook-ում post տեսա, մեկը բողոքում էր, որ պատմամշակութային շենքի վրա արևային պանելներ են տենց դրել, տենց տգեղ էր։ Չգիտեմ, ես 16-17 թվականին կերազեի որ տենց դիսկուրս կնար էլի, որ այն ժամանակ որովհետև կապ չունի որտեղ արևային պանել կար, այդ նույն մարդիկ ովքեր հիմա բողոքում են, ասում են, «Բայ, ապրեն, որ դրել են էլի»։ Հիմա արդեն այնքան ենք մենք Ապրգել։ Դու ասեցիր, որ արդեն ասում ենք, չէ, ստեղ դնենք, ստեղ չդնենք, էլի։ Ու ճիշտ է այդ դիսկուրսը, որովհետև ես չեմ ասել երբևիցե, որ պետքա արևային էներգետիկան ամեն ինչ փոխարինի։ Ոչ, արևային էներգետիկան ունի իր տեղը։ Հայաստանում զուտ մի հատ ստատիստիկա տամ, որ 17 թվականին այդ թիվը ճիշտ էր, հիմա չգիտեմ ինչքան է, ավելացել է, պակասել է, բայց 15000 հեկտար ունեն կաղակալած հողեր, որոնք ոչ մի բանի պիտանի չեն։ Որպեսզի զուտ ռեժիմները չասենք գիշեր-ցերեկ, ասենք, մենք սպառում ենք 6-ից 6.5 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա հիմա։ Դա արտադրելու համար մեզ պետքա մոտարապես, եթե նոր տեխնոլոգիաներով արևային դնենք, մոտ 3000-ից 3500 մեգավատ արևային պանել։ Դրա համար պետքա ամենա նենց մեծ զապասով մոտ 7000 հեկտար հող։ 7000 հեկտարը դա շատ չի։ Բացարձակ շատ չի։ Ես հիշում եմ մի անգամ նոր բան էինք ներկայացնում, product էինք ոնց որ սուբսիդավորման հարևային այդ համակարգերի ներկայացնում համայնքի ղեկավարներին, բոլորը ձեռ բարձրացրեցին, ասին ես այդքան հող կտամ իմ համայնքից, եկեք իմ մոտ դրեք այդքան, էլի, այսինքն ստեղ այդ մի միֆը էլի, որ շատ հող է պետք, չէ, բայց ով է ասել, որ պետք է այդ ամեն ինչը դրվի հողի վրա, պետք է այդ մեծ մասը դրվի տանիքների վրա։ Դա ամենալավ արտադրությունն է, որովհետև դու արտադրում ես սպառման կետում, ցանցի վրա դու այդ բանը բերը ծանրաբեռնվածությունը բաշխում ես ու դա շատ լավ է։ Հիմա շատերը սկսել են մի քիչ պոպուլիստական հայտարարություններ անել, որ ցանցը սուբսիդավորում է, էսա անում, այն անում, դրեք հաշվարկեք, հասկանանք ցանցը ինչքան է սուբսիդավորում, ցանցը ինչքան է օգուտ ստանում։ Ու ցանցի օգուտը եւ սուբսիդավորումը դա վերջում սակագնի օգուտն է եւ սակագնի վնասն է, այսինքն ի վերջո բոլոր ծախսերը կոմպենսացնում է վերջնական սպառողը։ Այսինքն ցանցը իր ջեբից այդ հաշվարկը, հա, այսինքն հիմա արդեն մենք ունենք բավարար քանակի ոնց որ կա բան համակարգեր, որովհետեւ այդ հաշվարկը արվի, բայց այդ հաշվարկը անելու համար պետքա լուրջ մոտեցում ու լուրջ օբյեկտիվ անեն։ Հիմա արդեն ոնց որ մեկ այլ վտանգի առջև են կանգնել, որ հիմա արդեն ուզում են նոր կարգավորումներ մտցնել առանց թվային լուրջ վերլուծության։ Դա պետքա անել, որպեսզի կոպիտ ասած մի ընդհակառակը լրիվ հակառակ էֆեկտ չտանք վարի տանք, էլի այս ամեն ինչը։ Այստեղ լուրջ պետքա խնդիրը դրվի։ Հիմա եթե դու ասում ես ինչքան է պետք, պետքա 3500 մեգավատ։ Ինչքան ներդրում է դա 1.2 միլիարդից 1.5 միլիարդ դոլար։ Արդյոք դա բավարար է? Ոչ։ Հաշվարկ է կարել։ Այդ գիշերը արթնացնես 10 մարդը հաշվենք։ Բայց արդյոք դա բավարար է ու պետք է արվի? Ոչ, որովհետև դու Հայաստանում ունես այլ ռեսուրս, դու ունես հողմային էներգետիկա, դու ունես երկրաջերմային էներգետիկա, դու ունես հիդրոէներգետիկա, որը դու պետք է օգտագործես ու ռեալ էներգետիկ անկախություն ու ոնց որ հուսալի համակարգ կունենաս մենակ դիվերսիֆիկացիայի միջոցով։ Դու մեկ բանից պետք չի կախված եղնես։ Դե ես այդ թանկը փոխարինելու համար եմ ասում, էլի իմ սիրտը ցավում է, որ դրսից եկող նավթը, գազը, բենզինը պետքա ցավի, իհարկե։ Բայց օրինակ Արա լեռը հարցը լուծվում է, դիր կայանը, լիցքավորի մեքենան քշի։ Քիչ-քիչ այդ հարցը։ Արա լեռը ինքը շատ թերօգտագործված լեռ է, ինձ թվում, ու այդքան հեռու չի Երևանից համեմատաբար։ Ինքը կհերիքի, որ արևոտ կողմի վրա այդ X քանակությամբ տեղադրենք հաստ
լարով բերենք Երևանը, որտեղ չկան մասնավոր շատ տներ, որ կարողանան կտուրների վրա դնեն, բարձրահարկեր են, Երևանը սնուցի։ Կանենք, գոնե այդ արեք։ Այդ արեք ինձ ինչ եք ասում այդ օրը։ Տեսեք, իրականում սխալ է մեր համակարգի համար խոշոր կայաններ ունենալ։ Այսինքն մեկ շատ པարզ բան, այսինքն երբ որ դու ունես 700 մեգավատ կամ 1000 մեգավատ սպառում ցերեկային, ու ունես մի հատ կայան, որը 500 մեգավատ է։ Ցերեկը մի հատ sense ամպը եկավ ու դու 500 մեգավատից իջար, ասենք, այլի պետքա բաշխ 50 մեգավատ։ Այդ ժամանակ դու այդքան ավել կուտակիչ պետքա պահես, որը իր արժեքը կրկնապատկում է, անիմաստ է։ Արևային էներգետիկան իդեալական լուծում է, որ ունենաս բաշխված էներգիա, այսինքն չունենաս մեծ կենտրոններ գեներացիայի։ Բայց մի հատ ուզում էին, չէ՞, մեծը կառուցեին, էմիրություններ ներդրող էր, 200 մեգավատ, հա, այդ դեմ չի գնում այդ դրամը։ Շատ դեմ է գնում ու ինքը տեխնիկապես բավականին սխալ եղել է լուծում ու հիմա եթե ինքը կառուցվի համակարգի համար շատ մեծ խնդրեմ կունենա։ Միակ հաշվարկը եղել այն, որ Իրանի հետ գծերը պատրաստ կլինեն ինչ որ մի պահի ու մենք կարողանանք այդ հզորությունը մարսենք։ Իրանի հետ գծերը դեռ պատրաստ չեն եւ պարշի եւ պատրաստ կլինեն, բայց նույնիսկ եթե այդ ամեն ինչը լինի, ելի սխալ է պարզապես այտենց մեծ հզորություն մեկտեղ ունենալ Հայաստանի նման երկրի համար։ Դա լուրջ խնդիրներ է բերում։ Հետո ինձ թվում է Իրանն էլ տես չի նստելու սպասի, որ հայերը զարգացնեն ու իրանցից առնեն, իրանք կդնեն իրանցը, չէ՞։ Իրանք էլ են անում։ Ինչ որ սանկցիաների տակ են այդ Չէ, գիտեք, սանկցիաները կա այդ խնդիրը ստեղծում է, բայց ստեղ միշտ այդ միջհամակարգային առևտուրները լինելու են, որովհետև մեր պիկերը տարբերվում են։ Այսինքն նախ իրանք շատ մեծ համակարգ են, այսինքն այն ինչ որ մենք իրանց տալիս ենք, այդ բանը կաթիլ է օվկիանոսում, խնդիր չկա, իրանք ու իրանց հիմնական հզորությունները գազի հարավում են, ոչ թե հյուսիսում, երբ որ մենք հյուսիսում իրանց էլեկտրաէներգիա տալիս ենք, իրանց համար նենց չի, որ օգտակար չի, իրանք ընդունում են, խնդիր չկա։ Հետևաբար այստեղ միշտ էլ լինելու է, բոլոր երկրներում էլ, օրինակ Վրաստանի հետ էլ իրանք ավելցուկ ունեն ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, պակասորդ ունեն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որովհետև իրանց մոտ 80%-ը հիդրոէներգետիկա է, երբ որ ջուրը շատ է, ավելցուկ ունեն, երբ որ ջուրը քիչ է, խնդիր ունեն։ Հիմա դրա համար բոլոր երկրները ճիշտ է պլանավորում են, որ իրանք լինեն անկախ, բայց կա այդ անկախության գին էլի, ու շատերը ասում են լավ, ավելի լավ այս մի քանի ամիսը առևտուր անեմ, տամ հետո վերցնեմ, քան այդքան ավել հզորություն դնեմ, որ այդ 2-3 ամիսը ընդհանրապես օգտագործեմ, այն մնացած 10 ամիսը ինքը անգործ մնա, էլի, այսինքն այդ եմ ասում, ինքը բարդ հաշվարկի հարց է, պետք չի մենակ դնել, այս պետք է անենք, այս մի տեխնոլոգիայով ամեն ինչ լավ կլինի, տենց չպետք է լինի, էլի։ Ես ամեն ինչ հասկացա։ Մերսի շատ բաներ, ուսուցողական էր համել ու ոնց որ հերանեկարները շատ լավն են։ Օպտիմիստական եմ ես, ավելի շատ տրամադրված եմ։ Դառնանք մոնոպոլիստ մոլորակի վրա AI-ով, այդ ամեն ինչը կառավարելու։ Մերսի ժամանակի համար, Հայկ ջան։ Մերսի շատ, հա, AI-ը իրականում թույլ է տալիս այդ ամեն ինչը, այն գիտելիքները, որոնք կուտակվել են, դրանք մասշտաբայնացնել։ Հիմա մենք AI-ին սովորացնում ենք այն ինչ որ մենք գիտենք, որ ինքը անի այն ինչ որ մենք անում ենք, բայց մեզնից լավ ու հազարավոր անգամ ավելի մեծ մասշտաբներով։ Այսինքն այդ տեխնոլոգիական լիփը արդեն մեր մոտ է։ Ամեն էներգետիկների քթի ծագումն է, հա, բոլոր նոր տեխնոլոգիաները հետևի։ Շնորհակալություն, լուրջ քաստներ, բարեկամներ, չենք մոռանում բաժանորդագրվել, կոմենտում գրեք հարցեր եւ շարունակեք հետեւել լուրջ քաստին։